Թռչունը կանգնած ճյուղին հնարավոր է նկարել այս կերպ, բայց եկեք ես ձեզ ցույց տամ իմ տարբերակ։ Վերցնում ենք անհրաժեշտ նյութերը եւ սկսում բազան նկարելուց։ Ակրիլային ներկի պարագայում արագ չորանալու համար մեզ կօգնի վարսահարդարիչը։ Այնուհետև վերցնում ենք դեղին ներկը եւ սկսում նկարել արև։ Նկարչական դանակների եւ տարբեր գույների միջոցով արևին տալիս անհարթություն եւ խորություն։ Այնուհետև անցնում ենք ծառի ճյուղը նկարելուն։ Սկսում ենք շագանակագույնով, այնուհետև ավելի բաց երանգներով ճյուղին տալիս խորություն։ Ավելի բարակ վրձնի օգնությամբ սկսում ենք նկարել ծաղիկները։ Սկզբում սպիտակ գույնով, այնուհետև ավելի մուգ երանգներով ծաղկին ավելի բնական տեսք տալիս։ Ծաղիկներն ավարտելուց հետո անցնում ենք թռչունը նկարելուն։ Թռչունի նախնական ձևը նկարում ենք սպիտակով, այնուհետև մոխրագույնով եւ սևով այն կենթանացնում։ Բարակ վրձնի միջոցով փորձում ենք թռչունի փետուրները ավելի բնական ստանալ, իսկ սպիտակ եւ մի փոքր դեղին երանգներով ընդգծում լույսը եւ ստվերը։ Եվ ահա նկարի իմ տարբերակի վերջնական տեսքը։ Հուսով եմ հավանեցիք։